Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ իմ հիանալի հզոր հայազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ խոսամ երեկվա այցելության մասին Ծիծեռնակաբերդ, ուզում եմ խոսամ այսօրվա այն կապիկությունը, որը կազմակերպել են իշխանությունները, այսինքն պարտի, խորովածի եւ համերգի վերաբերյալ, ուզում եմ խոսել ինչպես Ալեն Սիմոնյանը եւ մի շարք քպականներ քննադատում են, որ դաշնակցականները վառեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը, եւ վերջում կխոսանք, թե ինչ է իրականում ուզում անի Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն սկսենք երեկվա Ծիծեռնակաբերդի այցի վերաբերյալ։ Ես խոստացել եմ, որ ես ձեզ զեկուցելու եմ յուրաքանչյուր քայլ, դրա համար ես անում եմ իմ խոստվածը։ Ծիծեռնակաբերդում կային գրեթե բոլոր քաղաքական ուժերը, եկան, խոնարհվեցին, ծաղիկներ դրեցին, լրատվականներին ասեցին իրենց խոսքը, ամեն մարդ ինչ ձև է ցավում, ինչ ձև է վերաբերվում այդ ողբերգությանը, գրեթե ամեն ինչ նորմալ էր, բայց եկան եկեղեցականները, այսինքն մեր հոգևորականները, կաթոլիկոս Գարեգին Բ-ի ղեկավարությամբ եւ աղոթքի ժամին հնչեց շատ բարձր երաժշտություն, որպեսզի չլսվի աղոթքը։ Դե բնական է, ով է կազմակերպել այդ ամենը, ուզում եմ ասեմ հետեւյալը, Նիկոլ Փաշինյան, աղոթքը յուրաքանչյուր հայի սրտի մեջ է։ Աղոթքը յուրաքանչյուր հայ, եթե նա հայ է, նա արթնանում է եւ սկսում է աղոթքից։ Չեք կարող ոչինչ ասել, ոչ եկեղեցին, ոչ էլ աղոթքը հանել հայ մարդու բնավորությունից։ Դա բնավորություն էլ չէ, Նիկոլ Փաշինյան, դա ապրելաձև է հայի համար։ Տեսեք, երկրորդ օրը այսօր, այսինքն ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը անում է փարթի խորոված, հրավիրել են աստղեր, համերգներ, մյուսը։ Ես իդեպ ասեմ, միակ կուսակցությունը Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունն է, սիրելի բարեկամներ, ով կոչով հանդես եկավ ժողովրդին բայկոտելու այսօրվա միջոցառումները։ Եվ գիտեք ինչն է ցավալի, որ ոչ մի քաղաքական գործիչ եւ ոչ մի քաղաքական ուժ եւ կուսակցություն չի միացել մեր կոչին։ Ենթադրում եմ չեն տեսել, ուզում եմ այդպես ընդունեմ։ Քանի որ այս շոուն, որ անում է Նիկոլ Փաշինյանը, անընդունելի է յուրաքանչյուր հայի համար։ Երեք մեր աղետի օրներ, մեր ողբերգության օրներ, որ ոչ ազգը ցավում էր, այսօր այս մարդիկ անում են համերգ եւ խորոված, շատ գիտեմ ինչ զառուզիբիլ։ Եվ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ հարց տամ, ըստ օդում պտտվող լուրերի, ձեր քպականները միմյանց շփման ժամանակ ասում են, որ այս ազգը ստամոքսի համար կծախի հարազատ մորը։ Եթե դա ճիշտ է, Նիկոլ Փաշինյան, ես կճշտեմ ով է ասել եւ երբ է ասել, ես անպայման դա կհասցնեմ մեր հանրությանը, բայց որպեսի տես բաներ անգամ ձեր մտքով չանցնի, ես ուզում ասեմ, մեր հայ ազգը չի վաճառում, Նիկոլ Փաշինյան, չի վաճառում։ Եթե դուք չեք հասկացել մինչեւ այսօր, ես ցավում եմ։ Այդ դուք չեք կշտացել, Նիկոլ Փաշինյան, ձեր քպականներով խորոված, մորոված, որ լսում եք ուշքերը տետում է, այն Վահագն Ալեքսանյանը թքերը ցբխելով աչ ու ձախ մուրիկի վրա խոսում է խորոված ենք ուտելու ժողովուրդ ջան, այս սոված էս այդ կանվակ, բայց մադամը Քաղաքացու օրը, ապրիլի 25-ին մեզ բոլորիս գժական օր է սպասվում։ Նախ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում կլինի շատ հայտնի մի տեսարան, փակ կլինի փողոցը եւ խորոված փարթի կլինի։ Հետո արդեն հրապարակում ժամը 20:00-ին, այ հիմա տեսնում եք, հրապարակը պատրաստվում է արդեն համերգին, մեծ համերգ է սպասվում, համաշխարհային հայտնիության աստղեր են գալու, հիմա կդնեմ այդ ծանուցումը, թե ինչ աստղեր են լինելու։ Տեսակ, ոչ մի բան ես ինձնից չեմ հանում եւ համացանցերում տարածված են քպականների այս կոչերը։ Ժողովուրդ ջան, իրենք իրենցով են չափում մեզ, բայց նրանք սխալվում են, ես ես վստահ եմ ասում։ Հիմա տեսեք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան, հագնում են իրեն համազգեստը, այն որ խափեց ազգիս,
միթոմ հեղափոխություն արեց դուխով գլխարկով իր այդ կամուֆլաժով պայուսակ տես մորացեն Նիկոլ ռյուկզակը հետևդ քծեի նորի ելույթ ունենայի չեք հավատում տեսեք տեսահոլովակը հայերան դուխով հայրա ցկտեմ կուսա դուխով մենք ենք հայերան դուխով հա Նիկոլ Փաշինյան, այս անգամ ինչ ես որոշե խափես։ Չնայած որ խորոված ու համեր գանում ես, արդեն խափում ես ազգի։ Իդեպ, Նիկոլ Փաշինյան, ես դες մի բան ասեմ։ Դուք ասում եք ընտրակաշարք։ Ընտրակաշարք, այս խորոված ընտրակաշարք չի։ Հարց, ուղղակի հարցնում եմ, չգիտեմ։ Թե ընտրակաշարք է։ Սիրելի բարեկամներ, ուրեմն հեսա տեսեք ինչ հեռախոսի համար եմ հրապարակում։ Ինչի համար եմ հրապարակում այս համարը, որպեսզի չասեն լկտի սուտա, այս համարից զանգում են, լավ լսեք Նիկոլ Փաշինյան, ներկայանում են Տոլի թաղապետարանից, Տոլի քաղաքապետարանից, եւ ասում են հետեւյալը, քանի անձ է բնակվում, քանի մարդ իրավունք ունի ձայն տալու։ Մեր սիրելի հայրենակիցները լսեցին իմ խնդրանքը եւ զանգարում են, գրում են, ասում են, տալիս են այդ սիգնալների վերաբերյալ։ Ուշադիր լսեք, ժողովուրդ ջան։ Քաղաքացին պատասխանում է, չնայած ասում է, բայց այսօր շաբաթ է, ինչ քաղաքապետարան, ինչ թաղապետարան։ Ասում են հետեւյալը, դե չէ, մեզ հրահանգ են տվել, մենք հիմա մինչև ընտրություններ ժամանակ չունենք։ Մենք պետք է աշխատենք։ Ճիշտ է, չի նշում, տալիս են Նիկոլ Փաշինյան դրա համար աշխատավարձ, պարգևավճար, թե հավելավճար չեն ասել, չեմ կարա ստեմ, ասում են հետևյալը, ճշտելուց հետո քանի հոգի է, բայց ներողություն, քանի հոգի է մարդ է եւ ում է ընտրելու, քաղաքացին պատասխանում է, չէ որ դա գաղտնիք է, դե ասում է, հա, հասկանում եմ, որ գաղտնիք է, մենակ մի խնդրանք, ինչ ում ուզում եք ընտրեք, մենակ չեք ընտրում Սամվել Կարապետյանին։ Մեկ էլ ոչինչ ասում է Ռոբերտ Քոչարյանն է կարակ չընտրեք, էլ այդ երկուսին որ չընտրեք լավ կլինի։ Այսինքն նայեք ժողովուրդ ջան, բացի խաղաղության օրակարգից եւ Ռոբերտ Քոչարյանից ուրիշ կոզերներ չունի Նիկոլ Փաշինյանը, այն որ ցույց են տալի քպահականները, կարտից լավ են։ Այս տղամարդը, այս քաղաքացին ասում է հետևյալը։ Ասում է, բա ում ընտրենք խորոված անողներին, գիտեք ինչ է, ինչ ցինիկ պատասխան է լինում։ Ցինիկության աստիճանը նայեք սրանց։ Ասում է, դե ճիշտ ահա ողբերգություն է եղել, բայց չէ որ մահանալուց հետո մարդիկ հոգեհաց են տալի։ Ինչին քաղաքացին պատասխանում է խորոված եք տալի դուք ձեր տանը, եթե մարդ է մահանում, հոգեհացը խորոված է եւ համերգ, ասում է բան չասեցի, դե այդ իրանք են որոշում։ Դուք պատկերացրեք սրան ցինիկության աստիճանը։ Նիկոլ Փաշինյան, համարը գրեցի, տվեք հանձնարարություններ, եթե դուք ժողովրդավար եք Նիկոլ Փաշինյան։ Թող լիմանան, այդ ինչ համար է, այդ ով է զանգում, ինչի համար է զանգում։ Ես ձեզի սաղից ջրի երես եմ անելու, կապ չունի դիմություն թե ընդդիմություն, մեկ անգամ եւս կրկնում եմ, հայ ազգս չի վաճառում, չփորձեք հանգարձ կեղտոտ թալանված փողերով ժողովրդին կաշառեք, չփորձեք, բոլորի ջրի երես եմ հանելու, ընտրությունները պետք է լինեն արդար, ընտրությունները պետք է լինեն պայծառ եւ մաքուր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ում կընտրի բոլորը պետք է ընդունեն դա օրենք, քանի որ նա է որոշում ում հետ է գնում։ Հանգար չփորձեք խաղեր տալու։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը եթում է խաղաղության ում հետ։ Տեսնենք ինչ ասում բեղերով տառականը, խնդրեմ։ Mən bunu artıq Ես սա արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դա իրականացնելու համար իհարկե հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների եւ միաժամանակ ադրբեջանցի գիտնականների վրա։
Ես գիտեմ եւ հետևում եմ, որ այս ուղղությամբ ստեղծվել են բազմաթիվ գիտական աշխատություններ։ Նիկոլ Փաշինյան, այս հայտարարությունը Ալիևը արել է մեր եղեռնից մի քանի օր առաջ։ Կրկնել է։ Ինքը ասում է, որ կրկնում եմ։ Հիմա դուք խաղաղության եթում եք նրա համար, որպեսզի ադրբեջանցիները գան Հայաստանի Հանրապետություն, չի լինելու, Նիկոլ Փաշինյան։ Չի լինելու։ Ես ձեզ դա վստահ ասում եմ։ Ուզում եք զգուշացում ընդունեք, ինչ ուզում եք ընդունեք։ Չի լինելու, թուրքը չի գալու ապրի Հայաստանից Հանրապետություն։ Չի գալու։ Գգա մի դեպքում վերանայվում է Արցախի հարցը, Արցախահայությունից վերադառնում է Արցախ, հայկական Արցախ, Նիկոլ Փաշինյան։ Ցեղասպանության հարցը ընդունում են իրենք նաև, պահանջատեր ենք մեր հայկական հողերին, որը գտնվում է Թուրքիայի օկուպացիայի տակ։ Ներողությունը խնդրում են եւ գումարները վճարում է Թուրքիան։ Այդ կան տարիներ 111 տարի եւ ավել օգտագործելու համար հայկական հողերը։ Ինչի ադրբեջանցիներին կարելի է, մեզ չի կարելի։ Չէ որ նրանք ուզում են, պահանջում են Արցախը մի թոմ օկուպացված եղած ժամանակ այդ գումարները։ Թե հիմա մյուսը ասեմ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան։ Ժորժ ջան, տեսեք ինչ է ասում Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը եւ մի շարք ԿՊԱ-կաններ քննադատում են, որ սխալ է դրոշ վառելը։ Ալեն Սիմոնյան, դաշնակները գումանիտար են, եթե այդ ակցիան անեինք մենք այդ դրոշը ճղելու էինք, բաժանեինք ժողովրդին, որ այդային իրանց հետույքները մաքրեին այդ շորով, ոչ թե վառեին։ Քանի որ դրան են արժանի, դրանից է վատին, Ալեն Սիմոնյան։ Իսկ բեղերով տառականը պահանջում է, որ պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր վառել են այդ դրոշը։ Դուք լուրջ եք ասում։ Բա դուք ինչի պատասխանատվության կոչ չեք անում բեղերով տառականին, որ Սաֆարովին տվեց ազգի հերոս հայ սպային սպանելու համար, թե իրենց կարելի է։ Ինչու միա չեք արձագանքում Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, ձեր բարեկամին, որ Ստեփանակերտում փռեց հայկական եւ Արցախի դրոշը վրով քայլեց։ Լավ հասկացա, դուք ստորանում եք ձեր բարեկամի դեմ, կամ չեք ստորանում, իրենց ծրագիրն եք կատարում։ Հայ ազգս չի ստորանում, Նիկոլ Փաշինյան, եւ չի ստորանա։ Հայ ազգս այսօր վիրավորված է նախկին իշխանություններից, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեր քաղաքական պապայից բռնած, մինչև դու բոլորդ խապել եք, պարակտել եք այս ազգը, բաժանել եք մաս հատիկ եք արել, մեկը մեկի նկատմամբ սարքել եք թշնամի։ Բայց ոչինչ։ Մենք եկել ենք խաղադաշտ։ Մենք այսօր չենք մասնակցում ընտրություններին, ինչի համար։ Ոչ թե մենք վստահ չենք, որ մենք կջախջախենք ձեզ։ Ուղղակի եկել են այն մարդիկ, սիրելի բարեկամներ, որ ունեն մեծ ռեսուրսներ։ Դե մենք չունենք։ Մենք բանվոր դասակարգ ենք, մենք հասարակ մարդ ենք, մենք սոցիալիստ կոմունիստներ ենք։ Իրենք են եկել, իրենք այս խայտարակությանը կմասնակցեն։ Այնուհետև, սիրելի բարեկամներ, դուք կանեք ձեր որոշումը, բայց դա չի նշանակում, որ դուք չեք եթալու ընտրատարածքներ, դուք գնալու եք եւ քվեարկելու եք, անպայման եք քվեարկելու, որպեսզի ձեր ձայները սրանք չօգտագործեն։ Իսկ հիմա դիմում են բոլոր այն քաղաքական ուժերին, կարծեմ 18 թե 19 կուսակցություններ հայտ են ներկայացրել, որ մասնակցելու են ընտրություններին, ուրեմն ձեզի զգուշացնում եմ, առայժմս ասում եմ հարգելի գոլեգաներ, այն քաղաքական ուժը, այն կուսակցությունը, ով որ համոզված չի, որ նա քաղտարի շեմը եւ կեթա ընտրությունների, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը օֆիցիալ հայտարարում է, դուք նույն պատասխանատվության եք ենթարկվելու, ինչ որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-կաները, ազգի դավաճանության հոդվածով բոլորը դատվելու եք, քանի որ փոշիացնելով ձայները դուք Նիկոլի ջաղացին լսելու եք ջուր, լավ մտածեք, գնաք թե չգնաք, ամսի 8-ին հունիսի
Երբ որ հրապարակվեն արդեն տվյալները, ես Արտուր Ֆարմանյանս, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, կանդրադառնամ յուրաքանչյուրիդ։ Աստված մի անի, դուք փոշիացնեք ձայները։ Ես ասեցի, դուք լսեցիք։ Առայժմս խոսում եմ ոնց որ հայը հայի հետ, հարգանքով, ոչ մի անձնական բան, միայն քաղաքականություն։ Սիրելի բարեկամներ, տեսնենք հիմա այս երկու տեսահոլովակը, այնուհետև ես կասեմ իմ վերջի խոսքը ձեզ այս թողարկման ժամանակ, խնդրեմ։ Երկիր ցավիտ մեռնեմ կիսած աղոթքս կարոտից դերվում է հոգուս օջախս բան մուշ սասուն անուններ անմա դուք իմ ներսի վերքը անհուն ու բաց Տեսակ ժողովուրդ ջան, երկի մեջ ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու բաներ կար, իսկ մեր մեծն Շիրազը ասել է այն, ինչը որ պետք է ասի յուրաքանչյուր հայ։ Սիրելի բարեկամներ, հունիսի 7-ին գնում եք ընտրատարածքներ, ընտրում եք, որպեսզի չլինեք պարտված, ընտրում եք, որպեսզի չլինեք խափնված, ընտրում եք, որպեսզի չլինեք դավաճանված, ընտրում եք, որպեսզի չլինեք ստորացված։ Լավ լսեք այս խոսքերս, լավ լսեք, դուք պետք է անեք, վճռական խոսքը ձերն է, դուք պետք է տեր կանգնեք ձեր երկրին, ձեր երեխեքի ապագային, ձեր թոռների ապագային։ Սիրելի բարեկամներ, իսկ մեկ անգամ եւս խնդրում եմ, կլինեն այդպիսի սիգնալներ, կաշառքներ, առաջարկություններ, նվիրատվություններ, խնդրում եմ գրում եք իմ անձնական էջին, ես արձագանքում եմ յուրաքանչյուրիդ։ Աշխատեք նույնապես այդպես գրեք հեռախոսի համարները, եթե հնարավորություն եք ձայնագրեք խոսակցությունները, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչով են զբաղված, չվստահված այն ուժերը, ովքեր չեն ուզում Հայաստանից Հանրապետության լավը, նրանք ուզում են Հայաստանից Հանրապետության կործանումը։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե այն ազգերը, ովքեր ապրում են Հայաստանից Հանրապետությունում եւ ցավում են մեր երկրի համար, կեցցե առաքելական Սուրբ եկեղեցին, կեցցե կաթոլիկոսը անկախ նրա անունից, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան Ալենսիմյան, հայկական Արցախը, ոչ մի Ղարաբաղ, կեցցեք դուք ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, ձեր ցավը տանեմ։ Են ռուսերեն ասած բարկա, ես իշո պորխ պարախավնիցը, գնալու ենք առաջ, մեռնեմ ես ձեր ջանին։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։